Հեղափոխական, այսպես ասած, հարթակից այն ինչ որ մենք հնչեցրել ենք, նրանք շեղվել են։ Նույն ինքը Փաշինյանը կարող է հաստատ համոզվի, որ իր ընդունած աշխատողները պահելու են այնց ոնց որ խոսք են տվել։ Եթե գան այլ ուժեր, նրանք հրահրելու են պատերազմ, որովհետև չեղարկելու են բոլոր պայմանավորվածությունները։ Դա իրականում մանիպուլատիվ է, դրանով այլ խնդիր են ուզում լուծեն։ Եթե այս համախմբումը չեղավ, իմաստը որն է առանձին բաժան անելու քաղաքացիների ձեները։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գյորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն կոչվում է Status Quo։ Այսօրվա իմ զրուցակիցը ինքնիշխան Հայաստան կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն է։ Դավիթ, ողջունում եմ։ Ողջույն Գյորգ։ Ես ուրախ եմ, որ վաղուց մենք առիթ չենք ունեցել տաղավարում հատկապես զրուցելու եւ այսօր այս առիթը ընձեռվեց շնորհակալություն հնարավորության համար։ Դավիթ ջան, դու նշել էիր, որ դատախազությունը բողոքարկեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության կողմից ընդունված արդարացման դատավճիռը։ Նախ դա ինչ ընթացքի մեջ է, այսինքն արդարացման դատավճիռը եղավ, նորից դա բողոքարկվեց։ Դատավճիռը եղավ, օրենքի ուժ չստացավ, քանի որ դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչ բողոք տարավ, հա։ Եվ սա այս 7 տարի տևած արդարության, հա, արդարադատության շարունակությունն է։ Պաստորեն քիչ էր 7 տարին, էլի պետքա դատարաններ գնանք, որ ապացուցենք, որ հիմար չենք։ Ես ավելի շատ դա եմ ապացուցում, որ հիմար չեմ։ Ոչ թե որ արդար եմ կամ անարդար եմ, այլ ես պաստորեն փորձ եմ անում ապացուցելու, որ ես հիմար չեմ։ Այն ինչ որ ինձ մեղադրել են, դատավոր Դավիթ Բալայանի կողմից ուղղակի ջախջախեց դատավորը իր հիմնավորումներով, իր գրած վճիռով, շատ ամուր վճիռով, հիմա մի հատ էլ բողոքարկեցին, որ ժամանակ ձգեն։ Դրանից հետո իրենք կհասկանան, որովհետև վարչապետ Փաշինյանը ժամանակին, երբ որ գործը նոր էին կարում, ասաց, որ բացառում եմ, որ քննությունը օբյեկտիվ չլինի։ Ինքը բացառեց, ու իր բացառածը դատավորը բացառեց։ Ասաց, որ այդպես չի։ Դուք օբյեկտիվ քննություն չեք արել։ Բառացի չի ասել օբյեկտիվ քննություն չեք արել, բայց իր գրած վճիռը դրա մասին էր ամբողջությամբ։ Եվ մասնագետները, երբ որ ծանոթանում են այս վճռին, ասում են, լավ, այս սրա ինչը պետքա բողոքարկեն առհասարակ։ Սա որպես քաղաքական հետապնդում է։ Դա շարունակություն է, այո։ Բնութագրում որակալում։ Այո, դա քաղաքական հետապնդման շարունակություն է, որովհետև գործը ի սկզբանե գոյություն չուներ ջուրերի իրեությամբ, եւ այսքան տարի ձգելով ինձ հերո պահեցին իրենց պատկերացրածով, ինձ հերո պահեցին իշխանությունից, բայց այն քաղաքականությունը, որ իշխանությունը տանում է տարիներ շարունակ, ես ինքս չէի մնալու այդ քաղաքականության տակ, եւ ես ինքս էի իրենց հարցեր բարձրացնելու, բայց իրենք ինչ որ առումով հաջողացրեցին, որ որոշ մարդկանց մոտ կասկած առաջացավ։ Փաստորեն սա մեր պատկերացրած ազատության ու արդարության մարտիկը չէր։ Իհարկե ինձ չէին մեղադրում նրա համար, որ ես անձնական շահ եմ ունեցել։ Ինձ մեղադրում էին նրա համար, որ իմ աշխատակիցը անձնական շահ է ունեցել ու ես աշկս փակել եմ դրա վրա։ Բայց դա ուղղակի Դա իհարկե նաև պնդում է, որ եթե ղեկավարը աչք է փակում, ուրեմն ինքը ինչ-որ մի օգուտ ունի այդտեղ, ոչ չի կարող սիրուն աչքերի համար աչք փակել։ Դա կարա բամբասանք լինի, քրեական գործի մեջ նման բան չկա։ Դա կարա բամբասանք լինի։ Իսկ ես աչք չեմ, ոչ թե աչք եմ փակել, ես շատ հստակ սկզբունքներով ընդունել եմ աշխատանքի մարդկանց եւ այդ ձև ղեկավարել եմ այդ կառույցը։ Այլ հարց է թե այնտեղ իսկ ով կարող է նույն ինքը Փաշինյանը կարող է հաստատ համոզվի, որ իր ընդունած աշխատողները կամ աշխատողների այդ բազմությունը պահելու են այնց ոնց որ խոսք են տվել։ Շատերը կարան ճանապարհից շեղվեն, շատերը կարան այլ հետաքրություն, այլ շահեր ունենան, բայց դրա համար մարդուն գործին պայտական պաշտոնյայի հետևից ընկնել դրա համար, դա ուղղակի հետապնդում է։ Դավիթ, եթե ժամանակը հետ տայենք, հիմա ձեր ունեցած գիտելիքներով եւ փորձառությունով հանդերձ, այն ժամանակվա Դավիթը եւ այսօրվա Դավիթը նույնն են թե տարբեր են։ Արժեքներով ու սկզբունքներով նույնն են։ Բնականաբար մենք մարդը հասունանալու հատկություն ունի եւ մարդը հասունանում է։ Այդ արժեքները զարգացնում է։ Դրանց համար սկսում է լրիվ այլ տեսանկյուններից հայացքներ նետել եւ այս ընթացքում ուղղակի իմ համար
այսպես ասած, ուսումնական process է եղել։ Ավելի խորը նայելու, ավելի շատ ուսումնասիրելու, ավելի շատ վերլուծելու, ավելի շատ հասկանալու ինչ է պետությունը, ինչ է հասարակությունը, ինչ է անվտանգությունը, որ արժեքներն են, որ պետքա դոմինանտ լինեն։ Իսկ պատկերացնեք, որ այն մարդը, ում որ դուք ի վերջո աջակցել եք, ըստ էության Մերժի Սերժին Քայլարա այդ երկու, եթե կարելի է ասել, ուղղությունները միացան եւ դարձավ Քայլարա Մերժի Սերժին, որը բերեց այսպես կոչված այն հեղափոխությանը, որը ըստիս այլևս մենք որևէ, չգիտեմ, կամ մարդ որ դա համարում է հեղափոխություն, բացառությամբ իհարկե իշխանության թևի, արդյոք դուք ենթադրեք, որ այսպիսի ընթացք ունենա։ Նախ ես ոչ թե աջակցել եմ, մենք համագործակցել ենք, եկեք տերմինները ճիշտ օգտագործենք։ Դա երկու բաները միավորվեցին։ Լավ։ Այո, համագործակցել ենք, որովհետև ընդհանուր նպատակ ենք սահմանել, որ երկրում փոփոխություն լինի, որ երկրում հեղափոխություն լինի, որ երկրում քաղաքացու իշխանություն լինի, որ երկրում մարդիկ չասեն, որ այսօր չասեն, որ իրենք չեն հավակնում որևիցե պաշտոնի, վաղը որոշեն, որ իրենք այդ պաշտոնյան են ու իրանց փոխարինող չկա։ Ես հիմա էլ չեմ կարծում, որ սխալ է եղել այդ համագործակցությունը, այլ հարց է, որ նրանք շեղվել են։ Հեղափոխական, այսպես ասած, հարթակից այն ինչ որ մենք հնչեցրել ենք, նրանք շեղվել են։ Նրանք դուրս են եկել։ Նրանք դուրս են եկել իրենց հռչակած նպատակների դեմ։ Անում են, արել են բաներ, որոնք որ ժամանակին իրենք են քննադատել։ Ես չեմ շեղվել իմ ուղուց։ Ես շարունակում եմ դժվարություններով, բարդություններով, խոչընդոտներով, բայց շարունակում եմ։ Ես ժողովրդի հետ դուրս եմ եկել փողոց ու շարունակել եմ իմ պայքարը։ Երբևիցե հետ չեմ կանգնել իմ պայքարից։ Երբևիցե չեմ ամաչել, որ խոսել եմ այս կամ այն բանը։ Այլ հարց է, որ իմ այս կամ այն մոտեցումը կարող է պատմության ու ժամանակի ընթացքում, ժամանակի ու տարածության ընթացքում ջարդվել են, բայց դա չի նշանակում, որ ես ազնիվ չեմ եղել իմ մոտեցման մեջ։ Վերադառնանք այսօրվա մեր օրեր, այսպես ասած։ Իհարկե այն թեման, որ վերաբերում է 18-ին, դրանից առաջ դրանից հետո շատերից հետաքրքրում է, բայց ամեն օր այնքան բան է փոխվում, որ մենք չենք հասնում նույնիսկ նայել պատմության ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Փաշինյանը սկսել է շատ ջղաձիգ լինել, այսինքն ինքը կարծեք անընդհատ է տենց, բայց հիմա առավել ընդգծված են դարձել իր եւ շարժուձևը եւ բառապաշարը եւ ընդհանուր այդ անընդհատ բախումներ են լինում փողոցում տարբեր մարդկանց հետ։ Ոմանք համարում են, որ սա խաղ է, այսինքն ինքը այդպես փորձում են նյարդերի ինքը խաղալ ուրիշի նյարդերի վրա, դրանով առաջացնել ինչ-որ այդպես աժիոտաժ, ցույց տալ, որ կա պայքար, իրական ոչ պայքարը չկա, իրենք արդեն հաղթած են։ Մյուս կողմի տրամաբանությունը այն է, որ սա խոսում է նրա հոգեվարքի մասին, նա հոգեվարքային վարքագիծ է դրսևորում։ Դուք ինչպես եք կարծում։ Նախ ես կողմնակից չեմ այն կարծիքի հասարական, որ ավելի թեթև է նայում իրավիճակին, իրականում այդ մարդը դժբախտության մեջ է, պետք է ուղղակի կարեկցել, բայց ոչ այն առումով, որ իրեն աջակցել այս իր հոգեվարքի մեջ, այլ առհասարակ պետք է ավելի սթափ լինել, պետք է ավելի իրավիճակը ավելի լավ գնահատել, ավելի ճիշտ գնահատել, թե ինչ է տեղի ունենում առհասարակ։ Ես ասում եմ դժբախտություն, քանի որ մարդ ով տարիներ շարունակ խոսում է ինքնիշխանությունից, այսօր ինքնիշխանության կորստի ամենացցուն օրինակներն է բերում, հա, ասում է, եթե մեզ չընտրեք, պատերազմ եմ։ Ես սա ուղիղ կապում եմ ինքնիշխանության հետ, այսինքն կա սպառնալիք, թելադրանք, որ եթե այս գործողությունները դու չանես, մենք ուժով վերցնելու ենք։ Ինքը նկատի ունի, որ եթե գան այլ ուժեր, նրանք հրահրելու են պատերազմ, որովհետև չեղարկելու են բոլոր պայմանավորվածությունները։ Դա իրականում մանիպուլատիվ է, դրանով այլ խնդիր են ուզում լուծեն, իրենց վերարտադրվելու խնդիրն են ուզում։ Բնականաբար ես այն գործիչը չեմ, որ այդ ուժերին պետքա աջակցեմ, հա։ Ես իմ սկզբունքային պայքարը տարել եմ հենց նաև այդ գործիչների, նրանց մի մասի գոնե հետ կռիվ տանելով, ովքեր որ իրենց շահը գերադասել են պետության շահից։ Բայց ես որևիցե ձևով չեմ կարող հանդուրժել ժողովրդի հետ մանիպուլատիվ այդ քաղաքականությունը։ Դա մեծ սխալ է գործում Փաշինյանը մեր ժողովրդի նկատմամբ։
իր մեծագույն սխալներից մեկն է, երբ որ ժողովրդին վախի մթնոլորտով է պահում։ Չի կարելի ժողովրդին արգելել ժողովրդին կամ չգիտեմ հանրային գործիչների, պաշտոնյաների արգելել, որ նրանք արտահայտեն իրենց համոզմունքը կապված Արցախի հետ, կապված այլ հայ-թուրքական հարաբերությունների, վաղը կարող է, չգիտեմ, պահանջ դնել, որ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պետքա, չգիտեմ, ավելի զուսպ ու ավելի կոռեկտ լինեն։ Գիտեք, այս ձևի քաղաքականությամբ, եթե ինքը կարծում է, որ սրանով խաղաղության է տանում, միգուցե ինքը ազնիվ է իր պատկերացումների մեջ, բայց կներեք, այդ ազնվությունը, եթե անգամ դա է, հա, ընդունենք, որ ինքը ազնիվ է, անգամ այդ իրավիճակում ինքը սխալ է հանրության նկատմամբ, պետության նկատմամբ է սխալ։ Քաղաքացուն ժողովրդին ազգին չի կարելի վախով պահել առհասարակ։ Դա լավ տեղ չի տանում, դա տանում է պատերազմի, դա չի տանում խաղաղության։ Չեն կարող հիմնավորել, որ իրանք խաղաղության այսինքն իրանք ասում են մենք խաղաղություն ենք բերել, խաղաղության դարաշրջան, խաչմերուկ, չգիտեմ ինչ, ու ասում են եթե մեզնից է կախված այդ խաղաղությունը։ Այսինքն դուք կարող եք վաղ ավելի հիմարանաք։ Ուրեմն ձեզնից է կախված այս պետության այս ամպլիտուդները, թե ուր պետքա գնանք, ինչ պետքա անենք։ Ոնց կարող է անվտանգությունը կախված լինել մեկից։ Եվ այդ մեկ մարդը դու ես, սիրում ես։ Դավիթ, այս մարդը կարողացավ ամբողջ աշխարհին իր տարբերակը վաճառել, հրամցնել, որ այսպես պիտի լինի, Հայաստանի հետ պետք է միայն եւ միայն այսպես վարվել եւ այդ նարատիվն է, որ նաեւ չէ որ արևմուտքն էլ ասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է եւ նրանք ովքեր դեմ են այդ խաղաղությանը կամ չեն հավատում այդ խաղաղությանը, ուրեմն ռուսական գործակալներ են, նույնը ասում են նաև այստեղ, կամ նրանք ռևանշիստներ են, որը բերելու է պատերազմի։ Ըստ էության Փաշինյանը այդ երկրորդ գիծն է ավելի շատ տանում, որ դա ռևանշիզմ է։ Դուք ուզում եք Արցախը հետ բերել, Ղարաբաղը հետ բերել, ուրեմն պատրաստվեք արյան միջոցով դա անել, բայց ինչպես եք անելու։ Դուք ուզում եք ուրիշների երեխաների հաշվին Արցախը հետ բերել, չէ՞, եւ այլն եւ այլն, եւ ամբողջ միջազգային հանրությունը ասում, այո, չէ՞ որ դուք չեք կարող արյունով հետ բերել, հետեւաբար դուք ինչ եք ուզում, ասեք ինքնասպանության եք գնում, ինչ է սխալանում Փաշինյանը այդ դեպքում։ Ես չեմ ուզում մտնել իր, այսպես ասած, գծած այս մանիպուլատիվ քաղաքականության մեջ։ Պետության գիծն է սա։ Սա մեր պետության արտաքին քաղաքականությունն է, սա մեր պետության ներքին արդեն կառուցվածքն է դարձել, որպես այդպեսին մենք շուտով սահմանադրություն ենք փոխելու իր կամքով, իր ցանկությամբ եւ քմահաճույքով, ուզենք չուզենք։ Հենց հարցը հետեւյալն է, որ մենք որպես քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ ընթացքը չլինի։ Այսինքն մի մարդ one man show-ում պետքա չլինի։ Իր որոշումներով չպետքա լինի։ Այսինքն առաջիկայում կան ընտրություններ, չէ՞։ Մենք եթե հասկանում ենք, որ սխալ ուղղությամբ են տանում, ես վստահ չեմ, որ բոլորը հասկանում են սա։ Եթե դա հասկանում ենք, ուրեմն մենք որպես հանրություն, որպես գործիչներ, ովքեր որ այդ հանրությանը փորձում են այս կամ այն քաղաքականությամբ ուղղորդել երկրի շահը սպասարկելու համար, մենք ինքներս պետքա մի կողմ թողնենք մեր խնդիրները, մի կողմ թողնենք այն տարաձայնությունները, որ մենք ունենք շատ հարցերում, ու համախմբվենք ու ասենք ոչ, այսպես չես կարող դու։ Առնվազն մեր առաջ պետքա նպատակ դնենք, այս միավորման նպատակը պետքա լինի շատ կոնկրետ բան, որ նրանք չկարողանան առնվազն, հա, որովհետև վարչական ռեսուրս են օգտագործում ու տեսնում ենք ինչ ձևով են օգտագործում, չգիտեմ, նախորդ իշխանությունները այդ ձևով վարչական ռեսուրս օգտագործել են, թե չէ։ Առնվազն մի բան, որ նրանք չկարողանան սահմանադրական մեծամասնություն ունենան, որ դրսի թելադրանքը չշարունակվի երկրի ներսում։ Հնարավոր է համար դուք մասնակցել եք, չէ՞ կարծեմ։ Դա քննարկումների Այս պահին քննարկումների մեջ եմ, գիտեք, ինքնանպատակ չի այդ մասնակցելը։ Տեսեք, ես վերջերս այս մասին շատ եմ խոսում։ 7 տարի իշխանության են, հեղափոխությունով են եկել իշխանության։ Ու այս 7 տարի անց խոշոր ռեսուրս ունեցողները մեզնից մի քանի քայլ առաջ են։ Ոչ թե իրանց արժեքներով, ոչ թե իրենց Հայաստանը սպասարկող քաղաքականությամբ, այլ իրենց ռեսուրսներով, կոնկրետ ռեսուրս են դնում գործի մեջ, մենք մեր նման կուսակցությունները, որոնք որ արժեքների վրա են հիմնված, որոնք որ գաղափարների վրա են հիմնված, մեր նման կուսակցությունները չեն երևում դաշտում։ Այսինքն սա արդեն գնահատական է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, քաղաքական դաշտը
այս կարգի հիվանդ վիճակում է գտնվում։ Որը ձեռնտու է եղել, հիմա շարունակում է իշխանություններին ձեռնտու լինել։ Այո, ինչի համար է նա թողում։ Ինչի համար, տեսեք, ես չեմ ուզում այլ գործիչների, այլ տեխնացուների, քաղաքական ուժերի, այսպես անունները շատ հնչեցնել, շատ պարզ նպատակով, հա։ Բայց նա դիտավորյալ նրանց անընդհատ բերում է առաջի պլան։ Հետապնդումներ, քրեական, չգիտեմ, հարկայինի կողմից եւ այլն եւ այլն։ Այս անընդհատ անելով նպատակը մեկն է։ Հեշտ է նրանց հետ կռիվ տալը։ Իրականում նրանց հետ կռիվ տալը հեշտ է։ Նրանք ապահովում են Փաշինյանի վերարտադրությունը, Փաշինյանը ապահովում է նրանց խորհրդարանում լինելը։ Այսինքն կա ձևավորած եռանկյունի թե քառակուսի է, քառանկյուն է, ինչ է, կա ձևավորված այդ ստատուս քվոն։ Հիմա մեր նպատակն է ու այն ուժերը, այն գործիչները, ովքեր որ հասկանում են այս սրա կործանարարությունը, հա, պետք է միավորվեն, պետք է մի կողմ թողեն իրենց խնդիրները ու միավորվեն։ Դա չի լինում, իշխանությունը կամ ավելի շատ անդիմությունը մեր նորանկախ պետության պատմության ընթացքում գրեթե միշտ ձախողել է միավորման բոլոր փորձերը։ Դե եթե գրեթե միշտ ձախողելը չի նշանակում, որ էլի պետքա ձախողի։ Դե բայց մենք չենք տեսնում։ Տեսականորեն գոնե ունենք այդ հնարավորությունը չձախողելու։ Դավիթ, ով պիտի ում հետ պիտի Քոչարյանը կարծեք ինչ որ քայլ արվեց, հետո պարզվեց, որ հերքեցին, նման բան չկա, ինչ որ մի քանի օր առաջ չէ, տենց հայտարարություն եղավ, էական չի, եւ fake էր դա։ Բոլորի մոտ հույս արտնացավ, որտեղ Քոչարյանը իբր գրել էր, որ ես դուրս եմ գալիս, թող միավորվեն մնացածը, ես վերջինը կլեմ, ինչ որ բաներ արել, բայց մարդկանց մոտ այսպես հույս առաջացավ, որ հնարավոր։ Նախորդ եթերում ես եւ Քոչարյանին, եւ Սերժ Սարգսյանին, եւ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ եմ արել, առանձին կոչ եմ արել Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Առաջի 3-ին կոչ եմ արել, որ եթե ուզում եք, որ բան փոխվի երկրում, եթե իրակպես անկեղծ եք դուք, ես վստահ չեմ, որ այդ անկեղծությունը կա, մի խառնվեք այս process-ներին ուղղակի, հեռու մնացեք, որովհետև դուք եք ապահովում նրա վերարտադրվելը։ Անձնական խնդիրներ ունեն, ավելի շատ, քան պետական խնդիրներ։ Հիմա, եթե իրանք չմտնեն խաղի մեջ, Փաշինյանը իրապես խնդիրներ է ունենալու։ Եթե Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ինչ եմ նրանց կոչանում, որովհետև խոշոր ռեսուրսի սեփականատերեր են, հա։ Մենք եկեք միասին ստանանք մի հատ իրավիճակ, որ դուք չեք մասնակցում, Նիկոլ Փաշինյանը ազատվում է ձեր նկատմամբ հիմնական այդ գործողություններից ու իր շահը սպասարկելու այդ քաղաքականությունից, մենք ձեր հետապնդում չենք անելու։ Դուք զբաղվելու եք ձեր բիզնեսով, ոչ թե ձեզ ինչ որ, այսպես ասած, աշկ ենք փակելու ձեր արածների այդ թվում եթե կա անցակազմ պարունակող, ոչ թե դրա վրա աշ են վագելու, այլ վրեժ հակավրեժ այս process-ից դուրս են գալիս։ Իսկ Փաշինյանը եւ այսպես կոչված նախկին իշխանությունները վրեժ հակավրեժով են աշխատում։ Հետո ինչ որ իրար շահ են սպասարկում, բայց առասարակ այս վատ տանող ճանապարհով է։ Մենք կարծում ենք ներողություն, որ ուղղակի պետք է մի օր գիծ քաշվի այդ հատիկ առ հատիկ հետ բերելու process-ին այլընտրանք պետք է մշակվի, որ կա մենք պատկերացնում ենք թե ինչպես։ Մենք պետք է շանս տանք, որ ուղղվեն, որովհետև մենք չենք ամենաճշմարիտը, հա։ Մենք այն մարդիկ, ովքեր որ սխալներ են գործել, պետք է շանս տանք, որ ուղղվեն, ինչպես։ Չեն զբաղվի քաղաքականությամբ, բիզնեսով կզբաղվեն։ Եթե ինչ որ գումար պետությունից տարել են, այդ գումարի վրա կավելացնեն եւս միլիոններ, կստեղծվի մի հատ հիմնադրամ, որի միջոցով մեգապրոյեկտներ կդնենք սեղանին ու կլուծենք այդ խնդիրները։ Այս մարդիկ մասնակիցը կլինեն, փայատերը կլինեն, բայց հարգելի Գևորգ, անդադ այս իրար բացասելով, այս բացասման սկզբունքով մեր երկիրը չի առողջանալու։ Այս թշնամանքը, որ կա մեր երկրում, իրար նկատմամբ, սա դավաճան է, սա այս ճանապարհով մենք չենք կարողանալու առողջանալ։ Բայց Հայաստանը այս ճանապարհն է ընտրել։ Դե մենք պետքա փոխենք, Հայաստանը չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են ընտրել, այս նախկին նախագահներն են ընտրել։ Մենք պետքա Հայաստանը նրանք չեն։ Ցավոք, այս պահին Նիկոլ Փաշինյանն է։ Դուք խոսեցիք ռեսուրսների մասին, դրա համար ինչպես եւ պատերազմում ռեսուրս է անհրաժեշտ։ Սա պատերազմի պայքարի մի ձև է։ Բայց եթե ժողովուրդը տեսնի հազար ներողություն, որ ընդհատում եմ, եթե ժողովուրդը տեսնի, որ կա համախմբում գաղափարի շուրջ, կա համախմբում նպատակի շուրջ,
փոփոխություն կլինի։ Ժողովուրդը արդեն քանի տարի է փնտրում է նորմալ, պայմանական նորմալ ասած իհարկե տարբեր բաներ են հասկան, բայց նորմալ մի ընդդիմադրի, որը ազնիվ կլիներ, որը մղում կունենար, որը կապեր չեր ունենա նախկինների հետ, որը կկարողանար ի վերջո ձեռնոց նետել բոլոր համակարգերին, որ եղել են, քանի որ դրանք սերտաճած են եւ մեկը մյուսով է, մեկը մյուսից բխել են եւ ի վերջո ինչը որ դուք 18 թվին ուզում եք անել, մտածելով որ դուք վերջ եք դնում արմատավորված, այսպես ասած, իշխանական այդ բուրգին, բայց բերեց ստացվեց, որ այդ բուրգի մի հատ նոր արդեն update արած, upgrade արած տարբերակի հետ մենք գործ ունենք, որ ընդհանրապես արդեն վերածվել է ինչ-որ մի հատ անհասկանալի, ուղղակի պատուհասի ամբողջ պետության համար, որովհետև համակարգը չփոխվեց, ոնց փոխել համակարգը, նախորդ իշխանությունների կարած սահմանադրությունը, օրենքների մեծ մասը մնացին նույնը, իսկ համակարգը դրանք են։ Որևէ ինդիմադիր չի խոսում սահմանադրության փոփոխման մասին, այսինքն այն փոփոխման, որը մենք ենք ակնկալ, ոչ թե այսօրվա Ալիևյան սահմանադրության մասին։ Այո, պետք է խոսալ, բա հենց պետք է խոսալ։ Հենց ձեր միջոցով այդ ինդիմադիրները պետք է խոսան։ Ժողովուրդը ոչ թե անհատ է ման գալիս։ Գիտեք, այդ անհատ ման գալը տարիների շարունակ այդ անհատ ման գալն է, որ մեզ բերել է այս վիճակը։ Պայմանական անհատ, բայց միևնույնն է, անհատով է, այսպես ասած, կերպարը, այդ մարմնավորումը, չէ, ումով ենք, ինչո մեկն է։ Ենթադրենք Միացյալ Նահանգները ներկայացնում է Թրամփը, դա չի նշանակում, որ բոլորը Թրամփի հետ համաձայն են կամ, բայց ինչ-որ մեկը ներկայացնում է այդ պետությունը կամ կարող է այդ պայքարը տանել երկրի ներսում։ Հիմա ով է, որ ուժն է, որ ուժերն են, որոնք կարող են ձեռնոց նետել Փաշինյանին։ Այս պահին, եթե մենք շփվենք մեր ժողովրդի հետ, տարբեր գյուղերում, քաղաքներում, նրանց պահանջը, նրանց ակնկալիքը դա է։ Համախմբեք, մի թողեք, որ այս սև ու սպիտակի պայքարի արդյունքում մենք նորից ունենանք նույն խորհրդարանը, որը իմ գնահատմամբ աղետ է մեր երկրի համար։ Տեսեք, 5 տարի ինչով են զբաղված եղել։ Իրար վիրավորելով, իրար վրա իրեր շպրտելով, ամենաբացասական խորհրդարանը, որ պետքա լինի մեր քաղաքական մտքի դարբնոցը, բանավեճի տեղը, քաղաքական մտքի։ Դուք տեսել եք այնտեղ քաղաքական մտքի բանավեճ, ես չեմ տեսել։ Ես չգիտեմ ինչի միտք ասված այնտեղ գոյություն չունի։ Բայց այդ դեպքում ինչպես պետք է համակարգը փոխվի, որտեղ նրանք իրանց առաջ խնդիր չեն դրել համակարգը փոխելու։ Ամեն մեկը փորձում է ստատուս քվոյի իր բաժինը ունենալ։ Այո։ Եվ մենք այդ սա եմ ասում, որ մարդիկ փոփոխություն են ուզում։ Այո, փոփոխություն են ուզում, դե հիմա այդքան հասուն կգտնվենք, դուք հարցնում եք կմասնակցենք, թե չէ։ Եթե այս համախմբումը չեղավ, իմաստը որն է առանձին բաժան անելու քաղաքացիների ձեները։ Այդ կոտորակային վիճակներով մենք ինչ ենք ուզում հասնենք, որ վերջում նույն խորհրդարանն ընտրվի։ Ես դրա համար կոչ եմ արել հրապարակային, որ պատրաստ եմ մոդերացիայի դեր ստանձնել։ Նախապես ասել եմ, որ ես շատ-շատերից ավելի շատ ճանապարհ ունեմ անցած գիտելիքով, իմ կրթությամբ, բայց նախապես ասել եմ, որ առաջի համարի կռիվ չեմ տալու։ Եկեք հիմնավորեք, թե ինչի համար եք առանձին գնում, որն է նպատակ առանձին գնալու, ինչի եք ուզում հասնեք։ Եկեք քաղաքացում հիմնավորեք ձեր ռազմավարությունը։ Ես պատրաստ եմ, եթե 6-7 քաղաքական ուժ կհամախմբվի, ես պատրաստ եմ լինել 7-րդ համար, որովհետև իմ համար դա չի կարևորը։ Ես ունեմ ամբիցիաներ, բայց իմ ամենակարևոր ամբիցիաները երկրի այս վիճակից դուրս գալն է։ Որովհետև այս ձև որ շարունակենք, այդ ամբիցիաները չգիտեմ որտեղ են կոտրվելու, այդ ամբիցիաները չգիտեմ որ երկրում են հանգրվանելու։ Եկեք չանենք դա։ Այս մեր բացասական գնահատականները որ տալիս ենք, սա սրտացավությունից է, ոչ թե ես հանձնվել եմ, ոչ երբեք չեմ հանձնվել։ Եթե անգամ տվյալ շրջանում ակտիվ չեմ լինում, դա չի նշանակում, որ հանձնվել եմ։ Դա նշանակում է մտածում եմ լավ, էլ ոնց անենք։ Օրինակ մինչև 17 թիվը ես իմ պայքարը, մինչև 18 թիվը իմ պայքարը տարել եմ, հասկացել եմ, որ անընդհատ գալիս ենք այդ մեր սխալների արդյունքում գալիս ենք, գլուխներս տալիս ենք պատին ու պատը չի ճաքում, սկսել եմ կարդալ, ուսումնասիրել, հասկանալ, այլ փորձեր ուսումնալ, թե ինչ անել, որ բան փոխվի։ Հիմա ես այդ process-ի մեջ եմ։
Հիմա այս գիշեր-ցերեկ մտածում եմ, թե ինչպես անել, որ բան փոխվի։ Եթե կարողանանք այդքան հասուն լինել, որովհետև մենակ մի մարդուց չի կարող, մի մարդ չի կարող ապահովի այդ ամեն ինչը։ Եթե բոլորով կարողանանք դա անել, մեր երկրում բան կփոխվի։ Քաղաքացին կտեսնի այս գզվրտոցից դուրս, քաղաքացին կտեսնի իրական այլընտրանք։ Քաղաքացիություն նաև ժամանակ է պետք, բայց ինչպես որ դուք նշեցիք, որևէ իշխանություն այդքան վարչական ռեսուրս չի կիրառել, որքան այս իշխանությունը, որն էլ բերել է նաև ինչ-որ առումով մանիպուլատիվ նարատիվների լրջագույն տիրաժավորման եւ շատ-շատերը անգամ մեզ ընդհանուր ընկերներ, բարեկամներ այսօր տանում են եւ իրենք էլ են կիսում, այդպես ասած, այդ իշխանական նարատիվները եւ այդ մուլտիպլիկատիվ էֆեկտից մենք չենք կարողանում դուրս գալ։ Մարդիկ դժվարություն ունեն այլևս իրականում այդքան հեշտ չի տեսնել իրականությունը։ Դա մեզ համար կարող է թվալ հեշտ, բայց ավելի միջին, այսպես ակտիվության, քաղաքական ակտիվության անհատի համար շատ դժվար է իրականում նաև այդ ստրեսների եւ այլնի մեջ միանգամից շատ հստակ ասում եմ մեկը մի բան է ասում, մեկը մի բան է ասում, դե վերջը Փաշինյանը խաղաղություն է բերել, մենք իրական տեսնում ենք, չեն կրակում ճանապարհներ են կառուցել, դպրոցներ են կառուցել, դա պայմանական է։ Դա հիմա ասում եմ փաստացի ես տեսնում եմ, որ իմ գյուղում ինքը կառուցել է դպրոց եւ ճանապարհ, մի բան որ 30 տարի չեմ տեսել։ Բա ում ընտրեմ, եթե իրան չընտրեմ։ Բայց լավ վերջը պետք է հասկանանք, որ արժանապատվությունը պակաս կարևոր բան չէ։ Դա կամ հասկանում են կամ չեն հասկանում։ Դե պետք է խոսենք, որ պատկերացնեն, այնա կմնանք սովետական միության մեջ։ Ինչի համար անկախացանք։ Եթե խնդիրը դա է, որ սովետական միության ժամանակ, հատկապես վերջին շրջանները մենք ոչ մի խնդիր չենք տեսել։ Ինչ խնդիր ենք տեսել անվտանգության տեսանկյունից։ Ապահովված ենք եղել, չէ՞։ Մարդիկ նաև ասում են փորները կոշտ ա եղել, չէ՞։ Այնպես չի, որ մեր Հայաստանը իր ցանկությամբ էր շատ գնում դեպի անկախություն, այդպես ստացվեց, ամբողջ իմպերիան էր փլուզվում։ Լավ, ամեն դեպքում սերունդներ են փոխվում, մենք պետք է հասկանանք անկախությունը ինչ է, ինքնիշխանությունը ինչ է առհասարակ։ Արժանապատվությունը ինչ է առհասարակ։ Հենց այս թեզն էլ առաջ է տամ նաև իշխանությունը։ Անընդհատ ասում են ինքնիշխանություն, մենք ենք ապահովում, մենք հիմա ավելի անկախ ենք, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։ Հենց իրենց նարատիվն է դա։ Իրականում այդպես չէ։ Այդ նարատիվը, տեսեք, իրենք բանակցում են Ալիևի այդ այլ կետերի շուրջ, իրանք ասում են, որ մեր բանակցության կետերի մեջ չկա ոչ մի խոսք սահմանադրության վերաբերյալ, ոչ մի քննարկում մենք չունենք, չէ՞։ Մեկ էլ գալիս է իրենք իբր ներկայացնում են, որ իրենք կարծում են, որ դա է ճիշտ ճանապարհը։ Այո։ Բայց մենք հիմար չենք, չէ՞։ Մենք կարողանում ենք, չէ՞, տողատակերը հասկանալ։ Տեքստերը կարողանում ենք, չէ՞, կարդալ։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, այս վերջերս քաղաքացիները շատ են կտրում կպցնում իրար մոնտաժում նրանց նախքին ամեն տարի փոփոխվող նրանց մոտեցումները։ Այո, այո։ Այդ այնքան արագ է փոխվում։ Եվ հիմա տեսեք, այդ արժանապատվությունը պետքա բացատրենք, որ այդ արժանապատվությունը, այսինքն գլուխներս կախ ինչ անենք։ Մենք երկար հարյուրավոր տարիներ գլուխներս կախ, քարից հաց ենք, ինչ շարունակենք այդ ճանապարհով։ Լավ, բա այդ դեպքում երբևէ որ այցելենք մեր նահատակների շիրիմներին, ինչ ենք անելու։ Դա էլ են բացում։ Դավիթ, շնորհակալ եմ, ցավոք ժամանակը շատ արագ է անցնում, դա նայած է, որ դուք այնքան վաղուց չեք եկել, որ ես այնքան հարցեր ունեմ, որ այսպես անընդհատ տալիս եմ եւ նոր տեսնում եմ, որ մենք ուղղակի ասեն ժամանակը արդեն Ես էլ ասելիք շատ ունեմ իրականում, այլ առիթներով կշփվենք, կզրուցենք, կներկայացնենք քաղաքացիների մոտեցումները, բայց ուզում եմ մի բան ասել ու ավարտենք, հա։ Մի վհատվեք, սիրելի քաղաքացիներ, մի վհատվեք։ Սա այս էջերը թերթելու ենք։ Ամոթաբեր էջեր են, բայց թերթելու ենք։ Մի վհատվեք ու մի գլուխներդ կախեք։ Միշտ ցանկացած իրավիճակից ելք կա, ցանկացած իրավիճակից։ Շնորհակալություն, Դավիթ։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը։ Շնորհակալություն հետևել Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Հաջողություն ձեզ։